Ադրբեջանի մշտական կրակոցներն ու Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները անհանգստացնում են, ինչ եք ակնկալում ընդհանրապես իշխանությունից։ Իհարկե անհանգստացնում է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բնականաբար անհանգստացնող է։ Իշխանությունից ակնկալում եմ ճշգրիտ կողմնորոշում եւ որոշում, ամեն դեպքում իշահ Հայաստանի Հանրապետության։ Սահմանի դրությունը մենք տեղյակ ենք, որ լավ չի, դա բան չեք սպասում էլի, ցավոք սրտի, սպասելիքները մեզ լավ բանի չեն տանի, այսինքն չունենք լավ սպասելիքներ էլի, պատերազմի սպասելիքներ են կարելի ասած։ Ցանկալի է, որ իշխանությունը մի փոքր ավելի պատրաստական լինի, պայքարի, որպեսզի խաղաղությունը ավելի շուտ ստացվի, այսինքն խաղաղության պայմանագիր կնքվի, որ մենք ավելի հանգիստ ու ապահով ապրենք, մենք մտածում ենք մեր փոքրիկների մասին ավելի շատ, ոչ թե մեզ, մենք միշտ պատրաստ ենք պայքարելու։ Գիտեք ինչ, սա բնականորեն պետք է լինի։ Իրանք ցույց են տալիս, որ մեկ կաք ու կլինեք, մեկ պետք է պատասխան տաք, բայց մեկ պատասխան չեք տամ։ Սխալը դրա մեջ է, ամեն մի հարցին ունի իր պատասխանը։ Ամեն հարցի, թե կրակոցի, թե խոսալու, թե ինչ-որ տերիտորիայի ինչ-որ մի բան ասեմ մերն է, մերը չի, բոլորին պետք է պատասխան լինի, հրապարակորեն, աշխարհում մեկ պետք է իրանք էլ ասեն, որ ես էլ մերն է, սա մեկ է, էտա ուրիշ բան չկա, ասող չկա, լսող չկա, տենց էլ իրանք ինչ ուզում են անում են։ Սո այդքան մի բան, այժմ մեկ ոչ մեկից չեք վախում, ոչինչից չեք վախում, ոչ կուզեք ունեք հզոր ունենաք հզոր ղեկավարություն, հզոր մարդիկ ունենաք, որ կարան ավել չեմ ասում, սաղ տոշտ եմ ասում։ Իսկ ցանկանամ, որ մեր ղեկավարները մի քիչ արթնանան, որ իշխանությունը փոխեն ավելի լավ կինի։ Անհանգստացնում են կրակոց։ Ինձ ոչ։ Գորիսում ձեն չի գալիս, բայց լսում ենք հեռուստատեսությունից։ Իսկ ինչ եք ակնկալում իշխանությունից։ Լավ կլինի։ Այդպես եք կարծում։ Հա։ Ինչ եք ակնկալում իշխանությունից։ Իշխանությունից զորանա։ Դուք ես կամ խոսում վեր ինչ է, զորացի զենքարի։ Գորիսեցին այո, հիմա ընկճված է, ամեն օր լուր է լսում սահմանից, կրակոց, իսկ այդ կրակոցը մարդիկ չեն, տուն չեն, երեխաներ չունեն, ամեն մեկ իր վրա վերցնեն, դες ինչքան տագնապած մարդ երեխա ժողովուրդ կա, գյուղ կա, իրոք գյուղերը տարանում են, աղփաշկարա չեն ասում, ես առերես, բայց մարդիկ վախենում են, 10 մետրի վրա ովքեր են իրանց հետևում, նրանք, մարդ չեն ամեն օր, մի օր այդ անտեն կրակոց կարող է իր երեխայի կպնի, իր տանը կպնի, սյունեցին ընկճվող չէ, բայց հոգու խորքում շատ դառնացած է, որ պաշտպան չունի, ես միայն մի բան եմ ուզում, մեր բոլոր այրերին, մեր բոլոր մայրերին, թող ուժեղանա հայրենիքը, բանակը, զորանա, միայն այդ ձևով սյունեցին կկագնած է և իր բանակի կողքին, իր ժողովրդի կողքին, ամուր է, նայդ այսօր ինչու կազմակերպում գուսատ, որ թուրքը տեսնի, որ մենք ընկճվել չունենք, մենք մեր գուսաններին հարգել գիտենք, մենք մեր տրադիցիաները, սովորույթները երբեք չենք ուժեղան, չենք թուլանում, թուրքը թող տեսնի, որ մենք ընկրկել չունենք, բայց մեզ հոգու խորքում շատ վատ ենք զգում։ Որ վատ բան է, վախենում եմ, որտեղ Խոզնավարից Գորիս ուղիղձով 10 կիլոմետր է, ես դե դողում եմ, ինչ անեմ։ Ես ոչ չեմ կարող անել, բայց կներեք հուզվում եմ։ Ինչ եք չեմ հետաքրքրում։ Ինչպիսի տան, ինչպիսի։ Զանգեզուրը հուստա։ Եկեն եք կանս, խպիցի տան։ Իսկ ինչ եք ակնկալում։
Ինչ պիտի անի իշխանությունը, որ կրակոցներ չլինեն։ Դե պիտի պայքարը որ չստանոց կամպը։